Ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, բակային խաղեր, վարպետաց դասեր եւ այլն միջոցառումների շարքը թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման շրջանակներում է։ Կարծես թե ավանդույթ է դարձել ամեն տարի համախմբվել ու շտապել դեպի թանգարաններ, այս տարվա խորագրին համապատասխան թանգարանները միավորում են մասնատված աշխարհը։ Ունենք Գյումրի Գորիս երկխոսություն, ունենք Աքսել Բաքուն Ծաստամազյան երկխոսություն, ունենք հրավիրյալ արվեստագետներ եւ տեղացի նկարիչներ երկխոսություն, վարպետության դասեր եւ դասախոսություններ, որտեղ բանախոսում են ոչ միայն գյումրեցիներ, այլև այլ քաղաքներում ապրող ազատ ստեղծագործողներ եւ ընդհանուր թվով մեկ օրվա ընթացքում 22 միջոցառում է անցկացվում Գյումրու համայնքապատկան թանգարաններում, այնպես ինչպես բոլոր թանգարանները, մերոնք եւս աշխատելու են մինչև կեսգիշեր անվճար մուտքով։ Թանգարանային գիշերվա կապակցությամբ ունեցանք Սամվել Սևադայի 85 կտավներից բաղկացած այս շնշող ցուցահանդեսը, իսկ թանգարանային գիշերվա հաջորդ անակնկալը առավոտյան ժամը 12-ին ունեցանք մեկ իրի ցուցադրություն, դա գրամաֆոնն է, որը ցուցադրվում է արդեն թանգարանային սրահներից մեկում եւ կարծում եմ, որ տարվա երկրորդ շրջափուլում նաև ցուցադրվելու է Նիկողաս Տիգրանյանի 170-ամյակի հետ կապված ցուցահանդեսում արժևում նոր անակնկալներ են լինելու կապված Նիկողաս Տիգրանյանի 170-ամյակի հետ։ Հոսքը առավոտվանից, չնայած որ անձրևային օր է, բավականին ճնշող է եւ կարելի ասել, որ երևի արդեն մոտ 1000 այցելու թանգարանն ունեցել է։ Ուսանողները այսօր մեզ մոտ դերձեցին Հովհաննես Շիրազի բիբլիական պոեմի ֆրանսերեն եւ հայերեն տեքստերը։ Դրան զուգահեռ մենք նաև վիզուալիզացիա կազմակերպեցինք, քանի որ Հովհաննես Շիրազը շատ պատկերավոր է ամեն ինչ ներկայացնում, մենք որոշեցինք այս պոեմը վերածել պատկերների 16:30-ից 17:00-ի կողմ մենք պետք է ցուցադրենք նաև ցուցադրություն հյուրասիրություն, այսպես ասեմ, կազմակերպված է Չիրու Չարազի ցուցադրություն հյուրասիրություն։ Նորից մենք հավատարիմ ենք մնալու այդ խորագրին, որովհետև այս անգամ էլ ցուցադրելու ենք ոչ միայն հայկական Չիրու Չարազը, այլ նաև էկզոտիկ մշկերի չրեղեն, դրանով ցույց տալով նաև հայկական չրագործների, չիրարտադրողների կապը, նաև արտասահմանյան արտերկրում գտնվող այդ գործով զբաղվող, տնտեսավարման այդ ձևերով զբաղվող մասնագետների հետ, քանի որ լինում են վերապատրաստումներ, փորձի փոխանակումներ, ցուցահանդեսների մասնակցություն եւ դա նկատի ունենալով մենք որոշեցինք, որ այսօր նաև այդ կապը կարելի է այստեղ ներկայացնել։ Ասեմ, որ մենք ունենք մոռացված բակային խաղեր, որոնք վերարտադրվելու նպատակով ունենք խմբեր, որոնք պիտի կարողանան նաև սովորեցնել, ինչի՞ չէ այս նոր սերունդին, որոնք արդեն վաղուց մոռացել են այդ խաղերը։ Հոլ մի քանի տղաներ եկան, բոլորին առաջարկեցի, պատկերացրեք, ոչ մեկը հոլ խաղալ չգիտի։ Մենք փորձեցինք սովորեցնել, ունենք որ պիտի խաղան հոլ, պարան պիտի խաղան, այդ այսպես մեր բարբառով ասեմ կլաս պիտի խաղան, ճան պիտի խաղան, ունենք նաև վարպետության դաս, որտեղ շյուղագործություն է, պիտի կարողանան մենք սովորեցնենք, թեկուզ իրենք կարողանան իրենց հեռախոսների համար մի փոքրիկ այսպես բացյան գործեն, հետները տանեն։ Titiz աղջիկ, titiz։
Հայր ու դուստր Ստեփանյանների առաջին հանդիպումը աղջնակի ծննդից 1.5 ամիս հետո է միայն եղել։ 46 օր հետո տեսել եմ Անայից, արդեն մեծ աղջիկ է եղել։ Պատերազմի օրերին Ստեփանյանների բազմանդամ ընտանիքը նախաստատվել է Հրազդանում, հետո մի քանի տարի վարձով բնակվել է Արարատի մարզի Այգեզարդում։ Մեկ տարի է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման պետական ծրագրով սեփական տուն են գնել նույն գյուղում։ Ամեն մի միջավայրում է լավ ու վատ ելնում է, բայց մեր այս հայկական բնաշխարհի ժողովուրդը նենց են արել, որ մեր տեղահանված ընտանիքները ինչ որ չափով իրենց լավ զգան։ Իրանց այդ շփումը բերեց նրան, որ այս գյուղը մեզի հարազատ դառավ։ Հարազատ դարձած Այգեզարդում 4 անչափահաս երեխա են մեծացնում։ Տղաները գյուղի դպրոց են գնում, հնգամյա Աննան մանկապարտեզ։ Դասերից հետո սիրով են միանում ավագներին, օգնում, ինչով կարողանում են։ Պիտի աշխատես, որ ապրես։ Դե ինչի որ նստած տեղը բերելու են քեզ տան։ Տնամերձ հողատարածքն են մշակում, աշխատում, փորձում ամեն ինչ նորից սկսել։ Ինչ եղած չեղած չունենք, սաղը թողիկ։ Գովից, խոզից ինչ իմանամ էլի, ընտանիքի ինչ եղել է թողել ենք։ Մենք մեծահասակ ենք, այս ջահելները արդեն հարմարվել են, երեխեք են, կհարմարվեն ամեն ինչը։ Կառավարության նախաձեռնած վերջին փոփոխություններից հետո 8 հոգանոց ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է լրացուցիչ 1 միլիոն դրամ գումար։ Փողի մի մասով երկհարկ առանձնատան երկրորդ հարկում արդեն սկսել են նորոգման, կահավորման աշխատանքներ։ Ճիշտ որ ասեմ չէինք սպասում, այս իրավիճակին, որ այդ 1 միլիոնները պետք է ավելանալու դեպքում շատ մեծ օգնություն էր։ Կահույքն է, որ պետք է վաղը գան տեղադրեն, այս երկու սենյակի հիմար է նախատեսված, որը որ 2 օրվա մեջ հասցրել եմ շինարարություն եմ արել։ Նաև գյուղում հողատարածք են գնել, հիմնել են պտղատու մեծ այգի, տանեկից կիսակառույց անասնաշենք ունեն, պլաններում է դա էլ վերանորոգել ու ընտանիքի համար եկամտի եւս մեկ աղբյուր ստեղծել։ Հիմնականում այս հատվածում մնում է գրիշը, մոտորապես 340-ից ավել տարածք է։ Գրիշը ծածկեմ ու մնացածը արդեն ձեռի հետ կարվի էլի։ Ուզում եմ շնաբուծարան սարքեմ։ Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նորից փոփոխություններ է նախաձեռնել։ Նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։ Հավանության արժանանալու դեպքում ծրագրի շրջանակում դրական մնացորդը հնարավոր կլինի ուղղել ոչ միայն գույքի վերանորոգմանը, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցմանը։ Ստեփանյաններն անասնաշենքն ավելի շուտ կառուցելու հնարավորություն կունենան։ Իմ կյանքը երևի մազից է կախված եղել։ Ցավերը շատ ուժեղ էր չդիմանալու, որ չգիտեմ, անտանելի ցավեր եմ ունեցել։ Անտանելի ցավերը չեն պատճառը, Մարիամի այն պնդման, թե կյանքը մազից էր կախված։ Մասնագետները վստահեցնում են, նման ախտորոշման դեպքում յուրաքանչյուր րոպեն կարող է ճակատագրական լինել։ Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ էր, ստամոքսի խոցի թափածակում, տարածում թարախավիբրինային պերիտոնին, որը բժշկության մեջ չմիջամտելու պարագայում կյանքի հետ անհամատեղելի իրավիճակների է բերում։ Րոպե չկորցնելով Էջմիածնի բժշկական կենտրոնի վիրաբուժական թիմն անցավ գործին։ Նման իրավիճակում այստեղ առաջին անգամ վիրահատությունն իրականացվեց լապարասկոպիկ եղանակով։ Քիչ տեղերում է կատարվում այս վիրահատությունը լապարասկոպիկ եղանակով։ Մեր կլինիկայում շնորհիվ հագեցվածության եւ մասնագիտական եւ գործիքային հագեցվածության հնարավորություն ունենք ոչ մենակ այս դեպքերը, այլև վիրահատությունների մեծ մասը իրականացնել լապարասկոպիկ եղանակով։ Կոնկրետ այս դեպքում լապարասկոպիկ վիրահատության առավել մեծ վարպետություն ու պրոֆեսիոնալիզմ է պահանջվում։ Թափածակված խոց է, այսպես ասած, կարում ենք էնդոսկոպիկ եղանակով, ոչ թե բաց եղանակով, դա տեխնիկապես ավելի դժվար է։ Բացի այդ, պացիենտի մոտ ունեինք տարածուն թարախավիբրինային պերիտոնիտ, որը խոցը կարելուց հետո բնականաբար պետք է սանացիա անել, մաքրել, դա եւս լապարասկոպիկ եղանակով բավականին բարդ գործընթաց է։ Էջմիածնի բժշկական կենտրոնում վերջին շրջանում բաց վիրահատություն չի արվում, եթե չկա լապարասկոպիկ եղանակի հակացություն։ Եթե չկա անեստեզիոլոգիական հակացություն կամ այլ հակացություններ, բացարձակ հակացություններ, մենք առաջին դրության մեթոդը միշտ լապարասկոպիկն է։ Արամ ջան, ո՞նց ես։ Նորմալ է ամեն ինչ։ Այսօր քեզ դուրս եք գրել։ Լապարասկոպիկ միաժամանակ 2 վիրահատության է պատրաստվում Լեաննան։ Երկուսն էլ կիրականացվի առողջության ապահովագրության փաթեթով։ Իմ ապահովագրությունը բոլոր տեղերում գործում է, բայց ելի եմ կրկնվում, մասնագետներին վստահելով ես ընտրել եմ այս տեղամասը։ Կինը դիմեց ցավերով որովայնի ստորին հատվածում ու կազմակերպեց կոնքի ուլտրաձայնային հետազոտություն եւ որովայնի օրգանների, արդյունքում հայտնաբերվեց արգանդինիոմա,
բավականին մեծ չափերի, մոտ 5-6 սանտիմետր, այսինքն արդեն վիրահատական եւ քրոնիկ հարային խորդեցիստիտ։ Երկուսն էլ իրեն կյանքի ընթացքում նեղություն էին տվել եւ նաեւ արդյունքում պարզվեց, որ կինը ունի առողջության ապահովագրություն։ Ու առաջարկեցինք իհարկե վիրաբուժական բաժանմունքի հետ, վիրաբույժի հետ միասին առաջարկեցինք վիրահատությունը կատարել զուգահեռ։ Սա այսպես ասած ամենակիչ վնասով ամենամեծ արդյունք ստանալու ճանապարհն է, պնդում են մասնագետները։ Մի կտրվածքով, մի մուտքով, նույն անեստեզիայով եւ վիրահատության ժամանակ նա կրճատվում եւ կրկնակի վիրահատվելու կարիքը չի լինում։ Մեկ քեյսի շրջանակներում կինը 2 առողջական խնդիր է լուծում։ Սրա հնարավորությունը տվել է առողջության ապահովագրությունը։ Պացիենտն այլևս ընտրության առաջ չէ, թե գումարը որ վիրահատությանն ուղղի, որ վիրահատությունը դեռևս հետաձգի։ Նաեւ այդ անհարմարությունը գումարին հարց պացիենտի հետ քննարկելու դուրս է գալի, ինչը մեր համար շատ հաճելի է ու ավելի կոմֆորտաբլ։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման միջոցով տրանսպորտային կապերի ամրապնդման ուղղված համատեղ աշխատանքին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցությունների մանրամասները։ Ըստ աղբյուրի երկրները համաձայնել են բանակցությունների շրջանակի շուրջ ուղղված երկու պետությունների միջև տևական խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչմանը եւ նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը։ Զգալի առաջընթաց է գրանցվել քաղաքական ուղղությամբ, քննարկումները կվերսկսվեն հունիսի 2-ին եւ 3-ին։ Անվտանգության ուղղությամբ բանակցությունը կմեկնարկի մայիսի 29-ին Պենտագոնում երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը համաձայնել են 45 օրով երկարաձգել ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որպեսզի հնարավորություն ստեղծվի անվտանգության ուղղությամբ աշխատանքի միջոցով զգալիորեն բարելավել կապն ու համակարգումը Իսրայելի եւ Լիբանանի միջև Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոտի անունից հրապարակված հայտարարության մեջ անվտանգության եւ խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիք է համարվել Հեզբոլլահ շարժումը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները եւ պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը որպես Հորմուզի անվտանգության պաշտպան, նշել է Իրանի արտգործնախարարը։ Արաղչին նաեւ ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է եւ այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։ Իրանական նավահանգիստների շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրանին առնչվող 75 առևտրային նավի, որոնք ուղևորվում էին Իսլամական Հանրապետություն կամ մեկնում էին այնտեղից։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ըստ աղբյուրի շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով նաև շարքից հանվել է 4 նավ։ Իրանի ծովային շրջափակումը ներկայումս ապահովում է ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավ, որոնք հերթապահում են Արաբական ծովում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը կմեկնի Չինաստան։ Կրեմլից հայտնել են, որ նախագահը Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները համապարփակ գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը։ Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն եւ երկկողմ փաստաթղթեր։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի կրթության տարիների բացման արարողությանը։ Ավելի վաղ Չինաստան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ չի շտապում Թայվանին 12 միլիարդ դոլարի զենքի մատակարարման հարցում։ Ես դա դեռ պահում եմ պահուստում եւ ամեն ինչ կախված է Չինաստանից։ Անկեղծ ասած, դա շատ լավ հաղթաթուղթ է մեր կողմից բանակցությունների համար, ասել է Թրամփը։ Fox News-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ չի ցանկանում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ Թայվանի շուրջ պատերազմ սկսվի։ Ես դա չեմ ուզում։ Չինաստանը շատ հզոր, մեծ երկիր է, իսկ այն շատ փոքր կղզի է։ Մտածեք դրա մասին։ Այն Չինաստանից 59 մղոն է հեռու։ Մենք գտնվում ենք նրանցից 9500 մղոն հեռու։ Դա բավականին բարդ խնդիր է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով Թայվանը զարգացավ, քանի որ ԱՄՆ նախագահները գաղափար չունեին, թե ինչ են անում, եւ Թայվանը ստացավ ճիպային արդյունաբերությունը։ Թրամփը ցանկություն է հայտնել, որ բոլոր ընկերությունները, որոնք Թայվանում ճիպեր են արտադրում, տեղափոխվեն Ամերիկա։
Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը եւ ՆԱՏՕ-ին վերաբերող հարցեր։ Մենք միասնական ենք, ասել է Ֆրիդրիխ Մերցը ներկայացնելով իրենց ընդհանուր դիրքորոշումը, Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև հունիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Մերցը մանրամասներ չի հայտնել, միայն շեշտել է. Միացյալ Նահանգները եւ Գերմանիան ուժեղ գործընկերներ են ուժեղ ՆԱՏՕ-ում։ Ապրիլի վերջին Գերմանիայի կանցլերը մեղադրել էր ԱՄՆ-ին հստակ ռազմավարություն չունենալու համար եւ հայտարարել, որ ամերիկյան կողմը Թեհրանի հետ բանակցություններում նվաստացնում է մի ամբողջ ազգի։ Թրամփը կտրուկ արձագանքել էր այդ դիտողություններին, պնդելով, որ Մերցը չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Նաև ակնարկել էր, որ չի զգում բավարար աջակցություն Գերմանիայից եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից։ Մայիսի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից մի քանի հազար ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին։ Դավիթ Մուրադյան։ Սևան համայնքում շարունակվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները «Մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 15-ին անցկացվեց Սպորտլանդիա։ Միմյանց հետ մրցեցին Սևանի թիվ 1 բողբոջ, թիվ 2 զարթոնք, թիվ 4 գալիք եւ Լճաշենի մանչուկ մանկապարտեզների թիմերը։ Սպորտլանդիայի նպատակն է առողջ ապրելակերպ եւ ընկերական լավ փոխհարաբերություններ, որի շրջանակներում պիտի երեխաները սովորեն պահպանել մեր մոլորակը, մաքուր պահեն իրենց քաղաքը եւ լինեն ֆիզիկապես ակտիվ։ Սա շատ Առաջի ձուկերում ելքամասում վթարը 62-րդ խողովակաշարում։ Վթարն ուսումնական է, ըստ սցենարի վնասվել է Կապանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիմնական պոչատար խողովակը։ Րոպեներ անց այստեղ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները եւ փրկարարները։ Շատ կարևոր կառույց է հանդիսանում, բայց ունի իր վտանգային նշանակությունները, որոնք ասենք պայմանավորված այսօրվա կապված վթարի հետ տեղի ունեցել պայմանական վթար, հերթափոխի վարպետը արագ արձագանքել է տեղյակ պահել համապատասխան կոմբինատում գործող դիսպեչերական ծառայությանը, դա հենց հետո սկսվել է արդեն վթարավերականգնողական աշխատանքները մեր կողմից, մինչև համապատասխան մնացած օղակները հասնեն, որովհետև այս նույն երևույթը կարող է պատահի գիշերը։ Բազմակիլոմետրանոց խողովակները պոչանքը քաջարանից հասցնում են Արծվանիկի պոչամբար։ Այստեղ հաշվարկված է յուրաքանչյուր մանրուք, աշխատակիցներից յուրաքանչյուրը գիտի անելիքը։ Հենց սա է համակարգված ու անվտանգ աշխատանքի երաշխիքը։ Գործողը 1020 մմ տրամաչափի ներպատված քարվահալածքով խողովակ է, հիմնական աշխատող։ Նաև ունենք երկու վթարային 720 մմ տրամաչափի խողովակներ։ Հերթափոխի վարպետը պոչանք ուղղորդում արդեն երկու վթարային խողովակները, կատարում է գործող խողովակի, վթարված խողովակի դատարկում, վթարային ավազանում ու սկսում է վթարավերականգնման աշխատանքները արդեն։ Որ վթարները գործնականում հնարավորինս քիչ գրանցվեն, կիլոմետրանոց խողովակները պարբերաբար ստուգվում են։ Գործում են նաև հերթապահ խմբեր, որոնք անկախ եղանակից ու ժամից խողովակի վնասվելուց րոպեներ անց հասնում են տեղ եւ վերացնում խնդիրը։ Դրանից զատ ձեռնարկության աշխատակիցներն անընդհատ կատարելագործում են գիտելիքները տեսական ու գործնական պարապմունքներով։ Բոլոր ձուկերներում ունենք հերթապահ աշխատակիցներ, որ աշխատում են հերթափոխով, 24 ժամ աշխատում են եւ այդ ժամանակ աշխատանքի ժամանակ աշխատակիցները անընդհատ հսկում են խողովակաշարը, պոչատարը հսկում են, որպեսզի վթար եղած դեպքում նկատել լինի եւ արագ արձագանքենք։ Իհարկե պոչատարը երկար է, շատ մեծ է, դրա համար հսկողությունը էլ ավելի զգոմ պետք է լինեն աշխատակիցները, որպեսզի կարողանան արագ գնահատեն իրավիճակը եւ արձագանքեն։ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային վարչության ուշադրության կենտրոնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պարտադիր անցկացվում են նման ուսումնավարժանքներ։ Նպատակը հնարավոր արտակարգ իրավիճակներում գործողությունների նախապես ստուգված պլան ունենալն է։
Մենք տարվա կտրվածքով նախատեսում ենք ուսումնավարժություններ, դասախոսություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հետ, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք հաստատում այդ ձեռնարկության համապատասխան ստորաբաժանումների հետ, հարկ եղած դեպքում արձագանքման արդյունավետությունը ավելացնելու համար։ Ուսումնավարժության գլխավոր նպատակներից մեկը այն է կատարելագործել արձագանքող ուժերի հմտությունները փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի վարչական աշխատակազմի եւ մյուս ծառայությունների միջև ներդաշնակում, այսինքն փոխհամագործակցությունը։ Պայմանական վթարը վերացված է, պոչանքը վերադարձված հիմնական խողովակ։ Թե ձեռնարկության աշխատակիցները, թե փրկարարները գործել են նախապես գրված գործողությունների պլանի համաձայն։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտո Հանջանյան։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ-Երևան ճանապարհին հայտնաբերել Մաքսանենկ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա եւ 21-ամյա երկու երիտասարդի եւ 39-ամյա տղամարդու։ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կիլոգրամ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, 20 եւ 21-ամյա երիտասարդները կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգություններ։ Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից Բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեքներ կայացնող իրեր, քրեղեն, փական եւ խորհրդանիշ հանդիսացող կնիկ։ Ես գալի բացում եմ, որպեսզի տուրիստ են, ժողովուրդ են գան, մտնեն նայեն, բացել են մարդայեկե մայիսի 5-ի կողմերը, տեսել եմ չկա, հենց մտել եմ մեզ։ Բայց դռան վրա հետքեր է եղել ոտի, գողացվածը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի այդ քթածոները ինչ որ քթել են։ Ըստ հնագիտական պեղումների տվյալների ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։ Շենգավիթի բաժնում լայնածավալ օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում բազվել էր, որ նշված գողությունը կատարել են Շենգավիթի 35-ամյա եւ Արտի մարզի 36-ամյա երկու բնակիչներ։ Մայիսի 9-ին հայտնաբերել ենք, ձերբակալել եւ տեղափոխել ենք ոստիկանության ՀՎԳԲ Շենգավիթի բաժին, որտեղ գողությունը կատարած անձանցից մեկը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել են իրենք, ինքը եւ իր ընկերը։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Մայիսի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվել է անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Շատ ողջունելի է, որ տարբեր ծառայությունների ներկայացուցիչները ներգրավված, որովհետև այն թեմաները, որոնք քննարկում են, վերաբերելի են ոչ կոնկրետ օրինակ քրեական ոստիկանության կամ համայնքային ոստիկանության, այլ բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար։ Դասընթացի մեկնարկին թեստավորման միջոցով ստուգվել են մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ոլորտային գիտելիքները։ Ունեցել ենք նաև դերային խաղեր, երբ մասնակիցները հնարավորություն են ունեցել կոնկրետ իրավիճակ ուսումնասիրել եւ քննարկել իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու Հայաստանում առկա համակարգային խնդիրները։ Գործնական վարժությունների միջոցով մասնակիցները կատարելագործել են անձնական տվյալների մշակման, իրավաչափության գնահատման հմտությունները։ Որպես համայնքային ոստիկան ինձ համար շատ կարևոր էր այս դասընթացին մասնակցելը, քանի որ մենք իրականացրեցինք փորձագետների հետ փորձի փոխանակում, որը որ շատ կարևոր է մեր մասնագիտական գործառույթների իրականացման համար։ Շատ հետաքրքիր էր, քանի որ անընդհատ ակտիվ քննարկում էինք եւ այդ ակտիվությունը շատ ժամանակ բերում էր բանավեճի եւ նոր փորձ ձեռք բերեցինք։ Դասընթացի ավարտին մասնակիցների ձեռք բերած գիտելիքները ստուգվել են հետթեստավորման միջոցով։ Վերապատրաստումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը ծրագրի շրջանակում։ Նման ձևաչափով դասընթացները շարունակական են։